Վերջին 8-րդ դաս, այս անգամ պատրաստում են ինքնուրույն։ Նախապես որոշում են, թե ինչ պետք է պատրաստեն եւ անցնում են գործի։ Տաթևը ցանկանում է խորը ափսե ստանալ նախաճաշի համար։ Արդեն սովորած տեխնիկայով հմուտ կերպով սկսում է աշխատանքը։ Իսկ Արեգը որոշել է պատրաստել խեցեգործական սարքով։ Սարքով աշխատելը հեշտ չէ եւ լավ սովորելու համար անհրաժեշտ է 2-3 ամիս։ Տաթևի մոտ ամեն բան հեշտ է ստացվում։ Իսկ Արեգը մի քանի անգամ փորձելուց հետո կարծես թե կարողանում է կառավարել կավը։ Կատարում են մշակումներ եւ ավելացնում դետալներ։ Տաթևի ափսեն պետք է ունենա շուրթեր եւ աչքեր։ Իսկ Արեգը պատրաստում է թեյնիկին փոխարինող պարագա, որի համար իրեն պետք է նաեւ կափարիչ եւ փոքրիկ ափսե։ Մի քանի օր անց այս աշխատանքները նաեւ գունավորեցին իրենց ձեռքով։ Մնաց տեսնենք պատրաստի տարբերակները։ Այսօր պատրաստել ենք ամանիկ, որը նախնական պետք է լիներ բաժակ, բայց հիմա ամանա։ Այսօր պատրաստել եմ գայվան, ինքը թեյնիկի փոխարինող պարագա է, իր մեջ թեյը թրմում են։ Բավականին, բայց չեմ կարող ասեմ, որ 100% մենակ էր, որովհետև ամեն դեպքում մի քիչ ինչ որ տենց խորհրդատվության կարգով այսպես եղել է օգնություն, բայց հա, հաշվի առնելով այսքան դասերը, արդեն ավելի հեշտ է։ Շատ բարդ էր, հատկապես որ շատ բարդ գործիք եմ պատրաստել, գանչառ եմ օգտագործել եւ նաեւ աշխատանքի ծավալն էլ էր շատ, դրա համար շատ դժվար էր։ Իհարկե, այո, սակայն շատ հավես էր, համ պրոցեսը, համ շատ մանրուքներ ինչ որ սովորելը, գաղտնիքները սովորելը, կավագործության ինչ որ շատ հավես էր սակայն։ Այո, միանշանակ էր, շատ բան սովորեցի այս ընթացքում, գանչառով էլ աշխատեցի, որովհետեւ առանցին ուղղությունա պետք է զարգացնել։ Եթե ցանկանում ես սովորել կավագործություն, պատի դիր մեր նախորդ դասերը։